Բարի երեկո, սիրելի ֆուտբոլասերներ։ Այսօր մեկնարկում է Ջամայկա Բելգիա հանդիպումով վերջի տուրի նախավերջի հանդիպումները։ Միմյանց ողջունում են։ Եվ տեսնենք գնդակը որ թիմը կսկսի հանդիպումը։ Բելգիան է սկսում հանդիպումը եւ Ջամայկան պատրաստում է առաջի գրողը կատարել։ Հիանալի փոխանցում կատարեց պաշտպանը հարձակվողին, վտանգավոր է։ Եվ Բելգիայի պաշտպանը խլում է գնդակը եւ փորձում է փոխանցում կատարել։ Վտանգավոր դրություն է եւ դարպասապահ առաջինն է հասնում գնդակին։ Եզրային նետում է վաստակում Բելգիայի հավաքականը։ Այժմ վնասվածք է ստացել Ջամայկայի դարպասապահը։ Հանդիպումը սկսվում է վնասվածքով։ Կանոնների խախտում է արձանագրել մրցավարը եւ Ջամայկան խաղը կսկսի տուգանային հարվածով։ Եվ մրցավարը թույլատրում է սկսել հանդիպումը եւ Ջամայկայի ֆուտբոլիստները խաղարկում են գնդակը։ Հիանալի անցում է կատարում պաշտպանը, բայց Բելգիան խլում է եւ նորից գնդակը խլում են։ Հիանալի պայքար ենք տեսնում։ Ջամայկայի ֆուտբոլիստներ գնդակով, սակայն խախտում են կանոնները։ Բելգիայի հավաքականը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Շարունակվում է հանդիպումը, Ջամայկայի մոտ է գնդակը, բայց Բելգիայի հավաքականի պաշտպանը փորձում է եւ խախտեց Ջամայկայի հարձակվողը։ Կանոնների խախտում։ Եվ խաղարկում է տուգանային հարվածը։ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը հիանալի փոխանցում է կատարում եւ որսում է գնդակը Ջամայկայի դարպասապահը եւ նետում է առաջ։ Հիանալի անցում է կատարում Ջամայկայի 10 համարահարված եւ գոլ։ Բացված է հանդիպման հաշիվը, Ջամայկայի հարձակվողն է գրավում դարպասը։ 1-0 հանդիպման 4-րդ րոպեին Ջամայկան բացում է հաշիվը։ Վերսկսվում է հանդիպումը, Բելգիայի հավաքականն է գնդակով։ Կենտրոնով է գրոհում եւ նորից սխալվում է Բելգիայի պաշտպանը եւ նորից կորցնում է Ջամայկայի խաղացողը։ Հիանալի կերպով հեռացրեց Ջամայկայի պաշտպանը գնդակը եւ նորից Բելգիայի հավաքականն է գնդակով։ Բարձրից փոխանցում
Եվ նորից պաշտպանը Ջամայկայի հեռացնում է եւ ազատ հարված Բելգիայի դարպասից։ Նորից խաղարկում են գնդակը։ Փոխանցում տեսնենք կհասնի հարձակվողը, բայց ոչ։ Եվ ազատ հարված Ջամայկայի պաշտպանած դարպասից։ Վտանգավոր պաս ստեղծեցին ևս մեկ անգամ Ջամայկայի ֆուտբոլիստները, սակայն առաջի դեպքում փրկում է դարպասապահը, երկրորդ դեպքում հարվածը բարձր է ստացվում։ Եվ նորից Բելգիայի հավաքականն է սկսում գրոհը, խաղարկում են խաղընկերոջ հետ։ Եվ փորձնում են գնդակը հարված եւ շեղ է ստացվում հարվածը։ Նորից թմի ավակն է հարվածում եւ շեղ է ստացվում։ Եվ վտանգավոր դրություն է, բայց առաջինը գնդակին հասնում է Ջամայկայի պաշտպանը եւ հանում է եզրից։ Վտանգավոր դրություն է հիանալի փոխանցում է կատարում եւ տեսնենք առաջինն է Ջամայկայի ֆուտբոլիստը եւ Բելգիայի հավաքանի պաշտպանը խլում է գնդակը եւ շարժվում է առաջ, բայց նորից կորցնում է եւ փորձում է ուղղել սխալը, բայց չի ստացվում հարված եւ գոլ 2-0 կրկնապատկվում է հաշիվը։ Համար մեկ, Դանիելը, համար 4 հակոբյան, համար 22 Հարությունյան, համար 6 Ներեսյան, համար 3 Երգոմյան, համար 5 Սանսին, համար 10 Շարունակում ենք դիտել հանդիպումը եւ Բելգիայի հավաքականը փորձում է նորից գրոհել եւ խլում է Ջամայկայի ֆուտբոլիստը վտանգավոր դրություն է եւ Բելգիայի հավաքանի պաշտպանը խլում է գնդակը, բայց Ջամայկայի ֆուտբոլիստը հայտնվել է խոտացածքին եւ Բելգիայի հավաքանը գնդակը եզրից է դուրս հանում։ Տեսնենք եւ fair play կանոններով գնդակը ետ է վերադարձում Բելգիայի հավաքականին եւ նորից սկսում են հերթական գրոհը։ Եվ տեսեք նորից սխալվում է Բելգիայի հավաքանի խաղացողը եւ նորից հիանալի կերպով խլում է գնդակը, փոխնի փոխ սխալները այժմ հետևում
Եվ շատ վտանգավոր դրություն է, տեսեք, հարված եւ գոլ, 3-0, դուբլի հեղինակ է դառնում համար 10-ը։ Տասերորդ րոպեն է եւ հաշիվը դառնում է 3-0։ Փոփոխություն է կատարվում Բելգիայի հավաքականի կազմում եւ սուլում է մրցավարը։ Բելգիայի հավաքականը սկսում է նոր գրոհ։ Եկեք ծանոթանանք մրցող կազմերի հետ։ Բելգիա, դարպասապահ համար 11 Էրիկ Սարիբեկյան, համար 66 Կորյուն Ուբլարյան, համար 44 Նարեկ Պողոսյան, համար 2 Արտուր Հովհաննիսյան, համար 6 Արամ Գեղամյան, համար 23 Դրո Աբեդի, համար 10 Արտուր Կարապետյան, համար 8 Սարգիս Ղուշյան, Ֆայստայնեն Մաղսուդյան Սուրեն, եւ համար 3 Գառնիկ Ավետիսյան, համար 22 Արմեն Ջանիկյան եւ Գրիգոր Մուրադյան։ Ջամայկայի հավաքականը խաղում է հետևյալ կազմով. դարպասապահ Դոլինյան, համար 11 Գրիգորյան, համար 7 Դավթյան, համար 19 Ալեն Գրիգորյան, Անտոնյան, համար 16 Սահակյան, համար 8 Ֆարաջյան, համար 5 Մինասյան, համար 9 Հակոբյան եւ համար 10 Աղաղյան։ Այժմ փոխնիփոխ նորից սխալները տեղի ունենում եւ գնդակը հանձնում է Ջամայկային։ Նորից Բելգիան հաղթող է դուրս գալի եւ սխալվում է եւ Ջամայկան անկյունային հարված իրավունք է ստանում։ Փոխանցում բարձրից հարված եւ փոքր շեղությամբ է անցնում գնդակը։ Ազատ հարված Բելգիայի հավաքականի դարպասից։ Նորից խաղարկում են գնդակը։ Փոխանցում նորից սխալվում է սխալվում է եւ գնդակը հանձնում է Ջամայկայի ֆուտբոլիստներին։ Շատ ակտիվ է սկսել այսօր Ջամայկայի հավաքականը եւ իզուր չի, որ 13 րոպեի ընթացքում 3 անգամ արդեն գրավել են Բելգիայի դարպասը։ Եվ նորից սխալվում են Ջամայկայի ֆուտբոլիստը եւ շատ վտանգավոր է, սակայն նորից Ջամայկայի ֆուտբոլիստը հեռացնում է, բայց նորից գնդակը անցնում է Բելգիայի հավաքականին, փորձում է փոխանցում կատարել, բայց հապաղում է եւ շարունակում է գրոհել Բելգիայի հավաքականը 9-րդության շնորհիվ իհարկե։ Գնդակը կմցնի Ջամայկայի դարպասապահը։ Լավ է խաղարկում միմյանց հետ եւ նորից սխալվում է եւ կարող է վտանգավոր ստացվել եւ գնդակը Բելգիայի հավաքականին է։ Փոխանցում եւ Բելգիայի եւ Ջամայկայի պաշտպանը հիանալի կերպով հեռացնում է գնդակը։ Վտանգավոր է, վտանգավոր դրություն է, հարված եւ գոլ։ Հաշիվը դառնում է 4-0։ Դուբլի հեղինակ նույնպես դառնում է 7 համարը։
Այսինչ հանդիպում ենք դիտում այսօր։ Հանդիպման 15-րդ րոպեն է եւ 4-0 հաշվով Ջամայկան հաղթում է Բելգիայի հավաքականին։ Հերթական անգամ խաղարկում են գնդակը բելգիացիները։ Նորից վերը օթային մենամարտում նորից հաղթող են ճանաչում Ջամայկայի ֆուտբոլիստները։ Երկրորդ տեմպում նորից գրովում է Բելգիան։ Կենտրոնով են գրովում, տեսնենք հարվածքը կատարի, բայց ոչ, եւ պաշտպանը հեռացնում է գնդակը։ Եզրային նետումը Բելգիայի հավաքականինն է։ Փոխանցում նորից գնում է դեպի կենտրոնական մաս, շրջանցում է եւ վտանգավոր է հարված եւ բարձր է ստացվում հարվածը։ Առաջին քիչ թե շատ վտանգավոր պահն է ստեղծվում Ջամայկայի դարպասին։ Եվ ազատ հարված կկատարվի Ջամայկայի դարպասից։ Ուժեղ հարվածով նետում է առաջ, բայց նորից հարձակվողը չի կարողանում ընդունել գնդակը։ Արագորեն Բելգիայի հավաքականը խաղարկում է գնդակը։ Փոխանցում մյուս պաշտպանին եւ շարժվում է առաջ։ Կենտրոնով են նորից գրոհում եւ առաջինը նորից հատնում Ջամայկայի պաշտպանը։ Եզրային նետումը Բելգիայի հավաքականինն է եւ արագորեն խաղարկում են գնդակը։ Տեսնենք բարձից փոխանցում կկատարեն, բայց ոչ խաղարկում են եւ շատ վտանգավոր է հարված եւ դարպասը ձողից է հետ մղվում գնդակը։ Հարվածողը 66 համարն է Բելգիայի հավաքականի եւ արագ հակագրող է կատարում Ջամայկայի ֆուտբոլիստը հարված եւ քիչ էր մնում գրավել դարպասը։ 5-րդ գնդակը հեղինակ էին եւ արագ խաղարկում են նորից Բելգիան է գրոհում փոխանցում եւ նորից առաջինն է հասնում գնդակին Ջամայկայի ֆուտբոլիստը եւ գնդակը դուրս է գալիս անկյունային։ Տեսնենք ինչպես բարձից կխաղարկեն Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Մրցավարը սուլում է եւ որդորում է արագ խաղալ։ Բարձից փոխանցում եւ նորից առաջինն է հասնում եւ տեսեք ինչ հակագրող է կատարում Ջամայկայի հավաքականը, բայց առաջինը գնդակին հասնում է Բելգիայի պաշտպանը եւ դուրս է գալիս եզրային նետում։ Արագ խաղարկում են Ջամայկայի ֆուտբոլիստները, կենտրոնով են գրոհում, հիանալի պատխաղարկում է, շատ հիանալի է խաղում հարված եւ պաշտպանը ընդունում է իր վրա հարվածը։ Եվ գնդակը հեռացված է Բելգիայի հավաքականի պաշտպանից։ Վտանգավոր է եւ խլում են գնդակը Բելգիայի հավաքականը եւ փորձում են արագ հակագրող կատարել ազատ հարված Բելգիայի դարպասից։ Եվ խաղարկում են Բելգիայի ֆուտբոլիստները։
Գանային հարված է ստանում Ջամայկայի հավաքականը, Բելգիայի պաշտպանը վտանգավոր է խաղում, մրցավարը դա է զգուշացնում խաղացողներին և մրցավարը սուլում է, հարված և բարձր է ստացվում հարվածը, աննկատ անցնում է 20 րոպեն և վերջի 10 րոպեներն են մնում, հանդիպումը նորմալ կոռեկտ պայմաններում է անցկացվում, վտանգավոր է հեռվից հարված և դարպասապահը տիրում է գնդակին, դուրս էր եկել իր տեղից, փորձում էին սեփական կիսադաշտից գրավել դարպասը, Ջամայկայի ֆուտբոլիստները, հիանալի պատ խաղ է խաղում բելգիացիները և տեսեք նորից վտանգավոր պահ է, տեսնենք կկարողանան օգտվել այդ հնարավորությունից, ևս մեկ հարված և գնդակը հայտնվում է դարպասում, հետրիկի հեղինակ է դառնում Ջամայկայի 10 համարը և փոփոխություն է կատարում Ջամայկայի հավաքականում, 5-0 է դառնում խաղի հաշիվը։ Եվ Բելգիայի կազմում փոփոխություն է կատարվում դարպասապահի, կարծես թե վնասվածք է ստանում դարպասապահը։ Մեր ժամանակը կայնեցված է։ Ես սուլում եմ մրցավարը, շարունակում ենք հանդիպումը հարգելի ֆուտբոլասերներ։ Հիանալի փոխանցում է կատարում Բելգիայի հավաքականի պաշտպանը։ Բելգիայի հավաքականը եզրային նետում է իրականացնում, փորձում է հակագրոհել, բայց նորից պաշտպանը հեռացնում է գնդակը ուժեղ հարվածով, տեսնենք գնդակը դարպասապահի մոտ է և արագ խաղարկում է, հիանալի փոխանցում է կատարում ևս մեկ անգամ հեռացնում են գնդակը ուժեղ հարվածով և ազատ հարված կատարեն Բելգիայի հավաքականի դարպասից։ Եվ նորից փոփոխություն այս անգամ Ջամայկայի կազմում։ Եվ շարունակում ենք հարգելի ֆուտբոլասերներ։ Տեսնենք նորից կենտրոնով են գրոհում։ Բելգիայի հավաքականն է գրոհում, հիանալի փոխանցում էր կատարում և Ջամայկայի ֆուտբոլիստը այնպես է հեռացնում, որ գնդակը դիպչում է Բելգիայի խաղացողին և դուրս է գալի եզրային նետում, սակայն նորից փորձում է և նորից Բելգիան է սխալվում, փոխնիփոխ սխալները այժմ և վտանգավոր դրություն է հարված և դարպասաձողից է հետ մղվում գնդակը։ Առաջին ռեալ հնարավորությունն է կորցնում Բելգիայի հավաքականը կրճատելու խաղի հաշիվը։
Եզրային նետումը խաղարկում են արագորեն և նորից հակագրող է փորձում կատարել փոխանցում և Ջամայկայի ֆուտբոլիստը հեռացնում է գնդակը արագ խաղարկում են գնդակը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները և ստեղ սայթաքում է պաշտպանը և մենակ է դուրս մնում դարպասապահի դիմաց հարված և հետ է մղում գնդակը դարպասապահ առաջի սեյվն է կատարում փոփոխությունից հետո և գնդակը դուրս է գալի եզրային նետման Ջամայկան կիրացնի այն նորից արագորեն խաղարկում են և նորից Բելգիան խլում է գնդակը շարժվում է առաջ Պատ է փորձում խաղարկել սակայն Ջամայկայի ֆուտբոլիստը է անդրադառնում և գնդակով է 66 համարը փոխանցում է խաղընկերոջը փորձում է շրջանցել մեկի շրջանցում է սակայն երկրորդին չի կարողանում և ստիպված հետ է փոխանցում փոխանցում և նորից Ջամայկայի ֆուտբոլիստները խլում են և հետ դարպասապահին Բելգիայի ֆուտբոլիստը կատարում և շատ ռիսկային է խաղում քիչ էր մնում Ջամայկայի ֆուտբոլիստը խլեր և նորից սխալ փոխանցում կարծես թե վտանգավոր է խաղում այո և տուգանային հարված է նշանակում մրցավարը տեսնենք ինչպես կիրացնեն վտանգավոր ստանդարտը Evet, bazen Belarus, Romanya'yı մրցավարը սուլում է հարված և հիանալի սեյվ է կատարում Ջամայկայի դարպասապահ վերին էր գնում և հիանալի սեյվ է կատարում Ջամայկայի դարպասապահը այո Բելգիան ակտիվանում է և արդեն երրորդ պահն է կորցնում չիրացրած և նորից անկյունային փոխանցում հարված և դուրս է գալիս եզրային գնդակը Ջամայկայինն է Ջամայկայի ֆուտբոլիստները չեն շտապում ձեռքով խաղ է նշանակել ուժեղ հարված և գնդակը դուրս է գալիս եզրային ուժեղ փոխանցում է կատարում եզրային նետումից և գնդակը 7 համարի մոտ է և մի քիչ ուժեղ է կատարում փոխանցումը և եզրային նետումը Բելգիայի հավաքականինն է և այսպես աննկատ անցնում է առաջի խաղակեცը վերջի 2 րոպեներն են մնացել քիչ էր մնում սխալվեր պաշտպանը Ջամայկայի վտանգավոր է փոխանցում հարված և սեյվ է կատարում դարպասապահը երկրորդ անգամ հիանալի հարված է կատարում Ջամայկայի ֆուտբոլիստը այո շատ ափսոս գեղեցիկ գնդակ հեղինակ էր Ջամայկայի ֆուտբոլիստը անկյունային հարված կիրականացնի Ջամայկայի ֆուտբոլիստը Սանցում բարձրից հարված և գնդակը հայտնվում է դարպասում հաշիվը դառնում է 6-0 կարծես թե մրցավարը գալիս է դիտելու Բելգիայի հավաքականը փորձում է ապացուցել որ հարձակվողը հրել է
Եվ տեսնենք կհաստատվի այն թե ոչ։ Եվ այսպես մրցավարը չեղարկում է գնդակը եւ Բելգիայի հավաքականի պաշտպանը շատ ճիշտ էր, մեջքից հերում էր եւ շարունակում ենք հաշիվը 5-0 է։ Տեսնենք ինչով կպատասխանի Բելգիան երկրորդ խաղակեսում։ Խոնցում հիանալի կասեցնում է, բայց նորից սխալվում է։ Վտանգավոր խաղաց Ջամայկայի ֆուտբոլիստը։ Վտանգավոր է հարված, հիանալի գլխի հարված էր, սակայն մի փոքր բարձր է ստացվում։ Եվ նորից ազատ հարված կլինի Ջամայկայի դարպասից։ Եվ գնդակը ուժեղ հարվածով դեպի առաջ է հարվածում եւ գնդակը Բելգիայի հավաքականի մոտ է, հիանալի խաղարկում են եւ խաղարկում են նորից առաջին է հասնում Ջամայկայի պաշտպանը եւ սխալվում է պաշտպանությունում, բայց նորից ուղղում է սխալը։ Հանգիստ խաղարկում են Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Կենտրոնում տեսնենք հարված կկատարեն, բայց ոչ, նորից պաշտպանն է հեռացնում գնդակը։ Կերոջը փորձում է շրջանցել, փոխանցում 6 համարին եւ նորից սխալվում են եւ ուղղում է սխալը, տեսնենք հարվածի դեպի դարպասը, հարված։ Իր իսկ խաղացողը կայնում է գնդակի դիմաց, տեսնենք վտանգավոր դրությունն է։ Տեսնենք հարվածի հարված եւ բարձր է ստացվում հարվածը։ Եվ վերջ ավարտվում է առաջի խաղակեսը, հիշեցնեմ Ջամայկայի հավաքականը հաղթում է 5-0 հաշվով։ Մի փոքր հանգստանանք եւ կվերադառնանք։ Սիրելի ֆուտբոլացիներ, վերադառնում ենք հանդիպմանը Ջամայկա-Բելգիա։ Հիշեցնենք Ջամայկան հաղթում է 5-0 հաշվով։ Ասեմ, շատ կոռեկտ պայքարում է ընթանում հանդիպումը եւ տեսնենք երկրորդ խաղակեսում Բելգիան ինչ անակնկալ կմատուցի։ Այժմ տեսնում ենք, որ ոչ մի պայքար չի կարող առաջարկել Ջամայկային եւ տեսնենք ինչ կստացվի երկրորդ խաղակեսում։ Սկսված է հանդիպումը եւ Բելգիայի մոտ է գնդակը եւ սկսում է երկրորդ խաղակեսի առաջի գրոհը։ Խաղարկում են Բելգիայի ֆուտբոլիստները, կարծես թե իրենք են հաղթում 5-0։ Փոխանցում եւ սխալվում է առաջինը Բելգիայի Ջամայկայի ֆուտբոլիստն է հասնում գնդակին եւ շարժվում է 10 համարը առաջ, շրջանցում է 3 հոգու հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում 6-0 հիանալի գոլի հեղինակ է դառնում 10 համարը։ Եվ նորից արագ գոլ ենք տեսնում թե առաջի թե երկրորդ խաղակեսերում եւ այսպես շարունակվի եւս մեկ խոշոր հաշիվ կգրանցվի, ինչպես երեկ էր Իսպանիան հաղթեց Ճապոնիայի հավաքականին։ Նույն սցենարն է ընթանում, ասեմ իմանաք։ Բելգիայի մոտ է գնդակը։
Փոխանցում եւ պաշտպանը հեռացնում է նորից առաջինը։ Կանոնների խախտում Բելգիայանը խախտում է կանոնները։ Ազատ հարվածք իրականացնի Ջամայկայի ֆուտբոլիստը։ Փոխանցում է եւ դարպասապահ է գնդակը, արագ խաղարկում է այն եւ նորից Բելգիան սկսում է իր գրողը։ Ուժեղ հարված ստացվեց, բայց նորից հաղթող ճանաչվեցին Ջամայկայի ֆուտբոլիստները։ Վտանգավոր դրություն է, ուժեղ է ստացվում փոխանցումը եւ Ջամայկայի դարպասապահ առաջինն է հասնում գնդակին։ Հիանալի շրջանցեց Ջամայկայի ֆուտբոլիստը, բայց նորից սխալվում է, փոխնի փոխ սխալներ են։ Բարձրից փոխանցում եւ դարպասապահը հետ է մղում գնդակը։ Սխալվում է Բելգիայականի պաշտպանը եւ վտանգավոր դրություն է մենակ է մնում դարպասապահի դիմաց հարված եւ հետ է մղում գնդակը։ Ջամայկայի մոտ է նորից գնդակը։ Շատ վտանգավոր է եւ խլում են գնդակը Բելգիայի ֆուտբոլիստները։ Ուժեղ հարված նորից սխալ առաջինն է հասնում Բելգիայի հավաքանի խաղացողը։ Հարված։ Այս անգամ Բելգիայի պաշտպաններն են հեռացնում եւ նորից կորցնում են գնդակը։ Եզրային նետումը Ջամայկայինն է։ Եվ կանոնների խախտում է նշանակում մրցավարը եւ Ջամայկան կիրացնի այն։ Ստուլում է մրցավարը, փոխանցում եւ դարպասապահ հետ է մղում հարված եւ դարպասը ձողին է դիպչում գնդակը։ Եվս մեկ հիանալի հնարավորություն է կորցնում Ջամայկայի ֆուտբոլիստը։ Արագ խաղարկում են գնդակը Բելգիայի հավաքանի ֆուտբոլիստները։ Բարձրից փոխանցում եւ տեսնենք առաջինը կասնի ոչ։ Ազատ հարված իրականացնի Ջամայկայի դարպասապահը։ Խանցում է կատարում խաղանկերոջը։ Հիանալի խաղարկումներ են իրականացնում։ Հարված եւ նորից դարպասապահ հետ է մղում գնդակը։ Նորից խաղարկում են այն։ Հերվից հարված եւ բարձր է ստացվում հարվածը։ Ազատ հարված կլինի Բելգիայի հավաքանի դարպասից։ Խաղարկում են գնդակը Բելգիայի հավաքանը։ Եվ նորից խլում է Ջամայկայի ֆուտբոլիստները եւ նորից կորցնում են։ Տեսնենք հասնի Ջամայկայի ֆուտբոլիստը, այո, հիանալի փոխանցում է ստանում 10 համարը, փորձում է շրջանցել, հիանալի է եւ հետևից քաշում է առաջի դեղին քարտը Բելգիայի հավաքանի պաշտպանին։ Ազատ հարվածք իրականացնեն Ջամայկայի ֆուտբոլիստները։
տեսնենք բարձիչ փոխանցում ինչպես իրականացի։ Եվ գնդակ էր հայտնվել դարպասում, նորից պետք է խաղարկեն այն, գնդակ էր հայտնվել խաղադաշտում։ Եվ մրցավարը խնդրում է նորից իրականացնել տուգանային հարվածը։ Սուլում է բարձրից փոխանցում եւ առաջինն է բելգիայականի պաշտպանը։ Եզրային նետումը Ջամայկայի ֆուտբոլիստներինն է։ Երկխոսություն է մրցավարի հետ։ Բարձից փոխանցում նորից հիանալի են խաղում Բելգիայի պաշտպանները եւ փորձում են արագ հակագրող կատարել։ Սխալվում է Ջամայկայի պաշտպանը եւ տեսնենք կկարողանան գոնե հեղինակության գնդակը հեղինակել, սակայն նորից կորցնում են եւ վտանգավոր հակագրող է կատարում հարված եւ մի փոքր բարձր է ընթանում հարվածը։ Ազատ հարված կլինի հերթական անգամ Բելգիայի հավականի դարպասից։ Խաղարկում են բելգիացիները։ Տեսնենք նորից կենտրոնով են փորձում գրոհել եւ ընկնում է խաղացողը, սակայն մրցավարականների խախտում չի տեսնում եւ շատ վտանգավոր է եւ անկյունային հարվածի իրավունք է ստանում Ջամայկայի հավաքականը, արագ խաղարկում են այն եւ տեսնենք շրջանցում են մեկ խաղացողի եւ չեն հասկանում այստեղ եւ գնդակը եզրային նետում իրացնի Բելգիայի հավաքականը։ Խաղարկում են այն հիանալի կրնկով փոխանցում վտանգավոր է հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում։ Հիանալի գնդակ է խփում Բելգիայի պաշտպանը իր իսկ կիսադաշտից գրավելով Բելգիայի հավաքանի դարպասը։ Հաշիվը դառնում է 7-0 հանդիպան 39-րդ րոպեին։ Այ քեզ գնդակ։ Արագ խաղարկում են Բելգիայի հավաքանի խաղացողները։ Եվ ոչ վտանգավոր խաղ չի տեսնում այստեղ։ Առաջինն է Բելգիայի պաշտպանը հիանալի է խաղում եւ արագ հակագրող տեսնենք կկատարեն Ջամայկայի ֆուտբոլիստը թե ոչ եւ սխալվում է խաղացողը։ Վտանգավոր դրություն է եւ նորից որսում է գնդակը Ջամայկայի դարպասապահը ուժեղ հարված դեպի հարձակվողը գնդակին հասնում է եւ տեսնենք առաջինն է հասնում Բելգիայի պաշտպանը խաղարկում է խաղանկերոջը հիանալի է տեսնենք վտանգավոր գրող կարողանան ստեղծել թե ոչ հարված եւ բարձր է ստացվում հարվածը ազատ հարված Ջամայկայի պաշտպանած դարպասի փոփոխություն է կատարում Ջամայկայի հավաքականում արագ խաղարկում են այն եւ շատ վտանգավոր դրություն է
Խաղարկում է խաղանկերոջ հետ եւ առաջինը հասնում է Բելգիայականի խաղացողը, սակայն 7 համարը հիանալի է գնդակը պահում իր մոտ եւ շատ վտանգավոր դրություն է, բայց սխալվում է եւ Բելգիան հերթական հակագրոհն է փորձում կատարել։ Տեսնենք հարված կկատարեն թե ոչ, հարված կրնկով փորձում էր գրավել, սակայն մի փոքր շեղ է ստացվում հարվածը։ Հերթական անգամ Ջամայկայի դարպասապահը կսկսի խաղը իր իսկ դարպասից։ Խաղարկում են միմյանց հետ։ Հոպ, եւ ձեռքին է դիպչում գնդակը Ջամայկայի ֆուտբոլիստի, մրցավարը նշանակում է ազատ հարված։ Արագ խաղարկում են Բելգիայի պաշտպանները եւ սխալվում են, շատ վտանգավոր դրություն է, երկուսը մեկի դիմաց շրջացում է, հարված եւ դարպասապահը հերթական սեյվն է կատարում։ Նորից անկյունային իրականացնեն Ջամայկայի ֆուտբոլիստները։ Բարձրից փոխանցում եւ հեռացնում է գնդակը, տեսնենք հերվից կկատարի հարված եւս մեկ անգամ։ Հիանալի հարված էր, սակայն մի փոքր շեղ է ստացվում։ Եվ այսպես սիրելի ֆուտբոլասերներ, աննկատ անցնում են 14 րոպեները այս հիանալի հանդիպման։ Տեսնենք հետագան ինչ կթելադրեն բելգիացիները, բայց վտանգավոր է եւ քիչ էր մնում գրավել սեփական դարպասը Ջամայկայի ֆուտբոլիստը։ Անկյունային հարված կիրականացնեն Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Արագ խաղարկում են եւ խլում են գնդակը, բայց նորից վերադարձնում է Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները, ցածրից փոխանցում եւ հեռացնում է գնդակը, տեսնենք կհասցնի, այո, հասնում է եւ սակայն մրցակցի խաղացողի համար է հասնում եւ նորից Բելգիան սլանում է առաջ, փոխանցում եւ չի կարողանում շրջանցել խաղացողին, փոխանցում, վրիպում են պաշտպանները, հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում։ 7-1 է դառնում հանդիպման հաշիվը։ Բելգիան հեղինակության գնդակ է իրականացնում։ Եվ շարունակվում է հանդիպումը։ Ջամայկան փորձում էր գրոհ եւ հիմա նորից հակագրոհ է կատարում Բելգիայի ֆուտբոլիստը, սակայն սխալվում է եւ առաջ է գնում Ջամայկայի հավաքականը։ Հիանալի պատխաղ է իրականացնում եւ այստեղ իրար չեն հասկանում Ջամայկայի ֆուտբոլիստները։ Առաջին գնդակին հասնում է Բելգիայի դարպասապահ, փոխանցում է իր խաղընկերոջը եւ նորից պատասխան փոխանցումն է ստանում եւ անկյունային հարված իրականացնեն Ջամայկայի ֆուտբոլիստները։
Փոխանցում սխալվում է հարված եւ հիանալի սեյվ է կատարում դարպասապահը։ Արագ խաղարկում են գնդակը։ Տեսնենք նորից կկարողան գոնե եւս մեկ գնդակ խփել։ Կանոնների խախտում է նշանակում մրցավարը։ Փոփոխություն է կատարում Ջամայկայի հավաքականում։ Թույլատրում է մրցավարը խաղարկել։ Նորից լավ գրոհ է ստում կենտրոնով։ Հետ փոխանցում դարպասապահին։ Շարունակում են Բելգիայի ֆուտբոլիստները։ Հիանալի փոխանցում է կատարում, բայց նորից Ջամայկայի ֆուտբոլիստը առաջինն է հասնում, այնպես է հեռացնում, որ հերթական հակագրողն է փորձում իրականացնել, բայց նորից պաշտպանը հիանալի է խաղում։ Շրջանցում է մեկ պաշտպանի, փոխանցում եւ դարպասապահի մոտ է գնդակը։ Լավ փոխանցում է կատարում, հիանալի կասեցում է կատարում խաղացողը, բայց առաջինը Բելգիայի պաշտպանն էր եւ տեսնենք 3-3-ի դիմաց հարված եւ պաշտպանը իր վրա է ընդունում հարվածը, տեսնենք կկարողանան արագ հակագրող կատարել թե ոչ։ Եվ կենտրոնում նորից շարժվում է առաջ, փոխանցում եւ հարձակվողը մի փոքր ուժեղ է կասեցնում փոխանցումը։ Ազատ հարված Ջամայկայի պաշտպանած դարպասից։ Նորից հիանալի փոխանցում է կատարում, բայց նորից ձեռքին է կպնում գնդակը եւ նորից կենտրոնով են գրոհում, շատ վտանգավոր է, շարունակում է Բելգիան գրոհել։ Կանոնների խախտում եւ լավ հնարավորություն են ստանում եւս մեկ գնդակը հեղինակելու եւ մրցավարը դեղին քարտ է ցույց տալի Բելգիայի Ջամայկայի պաշտպանին։ Թույլատրում է իրացնել։ Հիանալի փոխանցում է կատարում, շատ վտանգավոր է եւ պաշտպանը առաջինն է գնդակին, տեսնենք հակագրող կստացվի թե ոչ։ Եվ հիանալի է պաշտպանվում Բելգիայի պաշտպանը։ Կանոնների խախտում կար, բայց Բելգիայի հավաքանի մոտ էր գնդակը։ Նորից ուժեղ է կասեցնում եւ չի հասնում, եւ տեսեք դարպասապահ ձեռքով ինչքան է նետում, վտանգավոր է։ 3-2-ի դիմաց են, տեսնենք կարողանա գրավել դարպասը եւ դարպասապահը հիանալի սեյվ է կատարում։ Այս արդեն որևէ անգամ փրկում է Բելգիայի հավաքականին։ Հերթական անկյունային է կիրացնի Ջամայկայի հավաքականը։ Բարձրից փոխանցում եւ Բելգիայի հավաքանի պաշտպանը գնդակը նորից դուրս է հանում անկյունային։ Եվս մեկ բարձրից փոխանցում, նորից առաջին է հասնում Բելգիայի հավաքանի պաշտպանը եւ երրորդ անգամ անընդմեջ
ստանում են անկյունային հարվածի իրավունք։ Այս անգամ մյուս եզրից։ Փոխանցում, հարված եւ գնդակը դարպասում է։ 8-1։ Մեկնարկել է վերջի 10 րոպեն, հերթական փոփոխություն է կատարվում Բելգիայի հավաքականում։ Եվ մրցավարը սուլում է, եւ նորից խալվում է Բելգիայի հավաքականի խաղացողը։ Վտանգավոր է եւ նորից անկյունային։ Բարձրից փոխանցում եւ Բելգիայի հավաքականի պաշտպանն է առաջինը գնդակին, սակայն Ջամայկայի ֆուտբոլիստը լավ է պայքարում, այստեղ ոտքը դնում է գնդակին եւ ընկնում է, սակայն արագորեն բարձրանում է եւ նորից շարունակում է վարել գնդակը եւ գնդակը անցնում է Բելգիայի հավաքականին։ Արագ խաղարկում են եւ Ջամայկայի ֆուտբոլիստները լավ են պաշտպանվում։ Փորձում է փոխանցում կատարել, սակայն բոլոր խաղացողները փակված են, ուժեղ հարվածով գնդակը հեռացնում են իրենց դարպասի մոտից, նորից արագ խաղարկում են գնդակը Բելգիայի հավաքականը եւ սխալ փոխանցում, շրջանցում է երկու հոգու, վտանգավոր է, տեսնենք հարված եւ անհավանական սեյվի հեղինակ է դառնում Բելգիայի հավաքականի դարպասապահը։ Վտանգավոր է եւ դարպասապահը դուրս է եկել իր տեղից, սակայն Ջամայկան լավ է պաշտպանվում եւ հակագրողը փորձում կատարել։ Բարձրից փոխանցում, սակայն գնդակը Բելգիայինն է, կանոնների խախտում, գնդակը Բելգիայի հավաքականն արագ խաղարկում են այն, հիանալի խաղարկեցին խաղացողները։ Շրջանցում է մեկ խաղացողը եւ կանոնների խախտում։ Գնդակը Ջամայկայինն է, արագ փորձում են խաղարկել գնդակը։ Ուժեղ հարված, տեսնենք հարցակում։ Գնդակը Ջամայկայի ֆուտբոլիստներինն է։ Ներեցեք Բելգիայիններ եւ արագ խաղարկել են գնդակը։ Նորից սխալվում է Բելգիայի հավաքականի պաշտպանը եւ տեսեք արագ գրոհ է ստացվում եւ հեռացնում են գնդակը Բելգիայի ֆուտբոլիստները։ Տեսնենք արագ հակագրոհ է կատարում Բելգիան եւ սխալ փոխանցում է։ Գնդակը Ջամայկայի ֆուտբոլիստներինն է։ Արագ խաղարկում է։ Հիանալի փոխանցում է ստանում 8 համարը, տեսնենք կենտրոնով են գրոհում եւ լավ է խաղում
Ջամայկայի պաշտպանը։ Եվ եզրային դիտումը Բելգիայի հավաքականինն է։ Արագ խաղարկեցին։ Հերթական գրոհն են փորձում իրականացնել, մեկ շրջանցում է, բարձրից փոխանցում եւ բոլորը վրիպում են, բայց նորից առաջինն է հասնում Ջամայկայի պաշտպանը։ Դարպասապահի մոտ է Բելգիայի հավաքականի, առաջ է գալիս եւ քիչ է սխալվել։ Նորից դարպասապահի հետ է խաղարկում։ Վտանգավոր է, հիանալի փոխանցում է կատարում, փորձում է շրջանցել դարպասապահին եւ հարված պաշտպաններն են հեռացնում գնդակը, ի վերջո դարպասապահի մոտ է գնդակը, արագ նետում է գնդակը եւ Ջամայկան հերթական հակագրոհն է փորձում կատարել։ Հիանալի շրջանցում է պաշտպանին, վտանգավոր է փոխանցում եւ տեսնենք ինչ է նշանակում մրցավարը, ազատ հարված, այո, ազատ հարված է նշանակում։ Արագ խաղարկում են, բայց նորից Ջամայկայի հավաքականի պաշտպանը առաջինն է հասնում գնդակին։ Նորից գնդակը կմտցնի խաղի մեջ, դարպասապահը արագ խաղարկում են այն։ Եվ Ջամայկան նորից խլում է գնդակը եւ փորձում է արագ հակագրոհ կատարել։ Տեսնենք կստացվի նորից։ Բարձրից փոխանցում արված տեղի չի ունենում, մի քիչ ուժեղ է ստացվում փոխանցումը եւ ազատ հարված կլինի Բելգիայի հավաքականի դարպասից։ Խաղարկում են արագ գնդակը, փորձում է շրջանցել, սակայն պաշտպանը բլոկ է դնում եւ չի թողում առաջ շարժվել եւ մրցավարը սունում է, հերթական անգամ տուգանային հարված։ Երկու հոգի փորձում է շրջանցել, սակայն կորցնում է հարված եւ դարպասապահ փրկում է դրությունը, հերթական անկյունային հարվածը կլինի Բելգիայի հավաքականի դարպասին։ Բարձրից փոխանցում եւ վերջ ավարտված է հանդիպումը 8-1 հաշվով հաղթում է Ջամայկան Բելգիայի հավաքականին։ Շնորհակալություն մեր հետ լինելու համար։